ինքնության վերանայման փորձերը Հայաստանում սկսել են դեռևս 90-ական թվականներին ինչ-որ շրջանակներ։ 2018-ից հետո այն դարձել է պետական քաղաքականություն։ Այդ թեմայով Երևանում անցկացված քննարկումից առաջ Հայլուրի հետ զրույցում համոզմունք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ 2018 թվականից հետո, երբ որ եղավ իշխանության փոփոխություն, արդեն իշխանությունն է փորձում փոխել ինքնության մեր թեզերը։ Արտաքին միջամտությամբ ազգային ինքնության վերանայման փորձեր եղել են համաշխարհային պատմության ընթացքում, Արևելյան Եվրոպայում, Երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիայում ու Ճապոնիայում, հետխորհրդային երկրներում։ Այսինքն սա դենացիֆիկացիայի գործընթաց է, այսինքն ազգային կոդերի փոփոխության փորձ, որի նպատակը աշխարհաքաղաքական փոփոխություններն են։ Հայաստանի իշխանությունը իր համաձայնությունն է տվել արտաքին միջամտությամբ դենացիֆիկացիայի գործընթացին ու դարձել այդ գաղափարախոսության կրողը։ Փաշինյանի թիմը փոխել է օրհներգը, դեմ է Արարատ ազգային խորհրդանիշ ընդունելուն, հայոց պատմությունը դարձրել է Հայաստանի պատմություն, հրաժարվելով պատմական Հայաստանի գաղափարից։ Նացիստական Գերմանիայից։ Վերջին ամենաթարմ դեպքը հայրենական մեծ պատերազմի հետ կապված պատմական փաստերը կասկածի տակ դնելն է։ Թուրքիան այդ ժամանակ որևէ էական ուժ չուներ հարձակվելու։ Պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, թե երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված Հայաստանի համար ամենածանր միֆերից մեկը Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկությունն է թուրքական ներխուժումից։ Շատ նման են թեզերին, որոնք ժամանակին մեր բարձր հանրապետություններում են ասում։ Հայաստանի իշխանությունը հայի ինքնությունը փոխելու համար հատուկ մշակված քաղաքականություն է վարում, նկատում են քննարկմանը մասնակցող փորձագետները։ 2018-ին իշխանության գալուց հետո խոսում են ժողովրդի անունից, համոզում, թե հենց նրանց թաքուն մտքերն են իրենք բարձրաձայնում։ Ես եկել եմ ժողովրդի շահերը պաշտպանեմ, այն ժողովրդի, որի մասին ես խոսեցի։ Եվ այդ ժողովուրդը էլիտարություն չի ուզում։ Հայաստանի 80% աղքատ բնակչությանն է իշխանությունը դարձրել իր գաղափարախոսության տարածման թիրախը, բայց քաղաքագետների գնահատմամբ այդ մարդկանց մեծ մասը այս 7 տարիների ընթացքում խորը հիասթափություն է ապրել իշխանությունից։ Այդ զանգվածը ֆունդամենտալ հիասթափված է իշխանությունից։ Փաշինյանի թիմը հայ ժողովրդին համոզում է, թե իր հայրենիքը 29743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունն է միայն։ Պատմական Հայաստանը սպառնալիք է երրորդ հանրապետության պետականության համար։ Արարատ լեռը հայկական համարելը թուրքական ներխուժման սպառնալիք է ստեղծում։ Տարածքների զիջման խաղաղության պայմանագիր ունենալը հայ ժողովրդի գիտակցված ընտրությունն է։ 18 թվականի հեղափոխության իմաստը այն էր, որ այդ զանգվածը, ճնշված, ատոմացված զանգվածը հասարակության, ասպարեզ է դուրս գալիս, իրենց հայտնագործում են և սկսում են խոսել իրենց անունից։ Մենք եկել ենք ձեր անունից խոսել։ Այսպես ասած, ժողովրդի գաղափարախոսությունն են ուզում դարձնել պետական գաղափարախոսություն, նկատում է Ոսկանյանը, բայց այդպես չի կարող լինել։ Գաղափարախոսությունը պետք է ստեղծեն գաղափարախոսները, իսկ ովքեր են այսօր հայ ժողովրդի համար գաղափարախոսություն ստեղծում։ Լիլիթ Սարգսյան, Կարինե Մանգասարյան, Առաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։